Բարև բոլորին, ահագին երկար ժամանակ աշխատում եմ Binex-ով, շատերդ հարցնում եք ինչով եմ աշխատում, այսօր այդ օրն է, ուզում եմ ցույց տամ, թե ինչ բիրժա է սա ու ոնց է ինքը աշխատում։ Սա դեցենտրալ բիրժա է, այսինքն ոնց որ բոլոր հարթակները բինարային օպցիոնների, սա նույնպես դեցենտրալ բիրժա է, երբ որ մտնում ենք Binex Get Trading, բերում է նմանատիպ պատուհան, կարաք կարդաք ուսումնասիրեք, գրված է իր բոլոր ռիսկերի հետ կապված ու գրված է, որ ինքը դեցենտրալ բիրժա է, չի վերահսկվում ոչ մեկի կողմից ու կածիրովկեքը օֆիցիալ օրիգինալ Binance-ից է վերցվում, կարաք նաև համեմատեք TradingView-ի հետ։ Հիմա եկեք միասին գրանցվենք, որից հետո գումար լիցքավորենք ու սկսենք աշխատել, դրանից հետո արդեն կկանխիկացնենք գումարը։ Ուրեմն երբ որ մտնում ենք Binex Get Trading, ստեղ մտնում ենք Sign Up ու լրացնում ենք մեր տվյալները։ Ստեղ գրում ենք username, այն երևալու է միայն մեր էջում եւ մնացած տվյալները, այսինքն հասցեն, zip code, քաղաք եւ այլն եւ այլն։ Ուրեմն այստեղ username-ը անպայման նշում ենք 6 նիշ։ Մեր mail-ին գալու է կոդ, որից հետո հաստատելու ենք։ Ամենասկզբում բացվելու է մեզ նման էջ, այստեղ լինելու է մեր բացած փակած գործակների ստատիստիկան, այս հատվածում նշվելու է մեր գումարը, ինքը աշխատում է միայն USDT-ով, աշխատում է միայն կրիպտոյով, ստեղ դեպոզիտի տեղն է, այսինքն մենք գրելու ենք ենթադրենք $100 ու սեղմելու ենք դեպոզիտ, նույնի կատարմամբ այստեղ ներքևում ունենք withdraw, այսինքն հանելու համար է սա, ներքևի հատվածում ունենք binary trade history, այսինքն մեր իստորիան է, տեղ ունենք manage wallet, այսինքն եթե տեսնում ենք, այստեղ ունենք spot եւ founding, spot-ը նրա համար է, որպեսզի մենք ունենանք խնայողական հաշիվ, այսինքն մենք կարող ենք այստեղ բացել խնայողական հաշիվ, թողնել եւ ունենք founding, այսինքն մեր այն միջոցներն է, որով պետքա կատարենք, որով պետքա trade անենք։ Ունենք deposit history, այսինքն մենք երբ որ լիցքավորում ենք, որպես արդեն իստորիա պահպանվում է այս հատվածում, ունենք withdraw history, այսինքն ամեն մեկը առանցին է, սա նշանակում է, որ մենք կանխիկացում ենք կատարել, մեր կանխիկացումները լինելու է այստեղ, գործում է նաև իր մեջ affiliate համակարգ, այսինքն copy ենք անելու մեր լինկը ու հրավիրենք ինչ-որ մեկին, ովքեր որ կուզենան միանան եւ ձեր ուղարկած լինկով գրանցվելու են աշխատեն, որից հետո արդեն ձեզ տոկոսներ է գալու։ Ստեղ ունենք transaction history, այսինքն ամբողջ պատմությունը լցվում է այստեղ ու նաև ասեմ, որ ինչ առավելություն ունի տվյալ կամպանիան, որ մենք կարանք մեր միջոցներից, այսինքն հարթակի մեջից, ենթադրենք ես ունեմ $100 ու ուզում եմ 50-ը փոխանցեմ ընկերոջս username-ը գրում եմ ու 50-ը ուղարկում եմ իրան հենց իմ բալանսից, այսինքն Binex բալանսից։ Մտնում ենք manage wallet, սեղմում ենք view, այստեղ ունենք view, սեղմում ենք view, որից հետո սեղմում ենք transfer wallet սեղմելուց հետո այստեղ պայմանները նշված է, ուղղակի սա անգլերենով է, կարաք translate անեք ուղղակի Google Translate-ով ու կարդաք ովքեր անգլերեն չգիտի, տոկոսներ չի պահվելու։ Այս հատվածում գրում ենք մեր ընկերոջ username-ը, նշում ենք գումարի չափը, սեղմում ենք submit ու միանգամից մեր հարթակի գումարը փոխանցվում է այն անձին, ում ուզում էինք գումարը փոխանցել։ Ասեմ, որ նման հարթակներ շատ քիչ կա, նման հնարավորություններով ու այս հարթակը եւս մի հնարավորություն ունի, դրա մասին քիչ հետո կխոսամ, հիմա ուղղակի վիզուալից ենք խոսում, ստեղ ունենք get support, այսինքն մենք կարող ենք կապնվել support-ի հետ, security, այս ամեն ինչը կարաք միացնեք P2FA, այսինքն որ ավելի ապահով լինի ձեր կայքը, հարձակումներից ավելի պաշտպանված լինի, եւ ունենք վերևի հատվածում binary trade, սեղմում ենք binary trade ու բացվում է մեզ նման հարթակ,
Տվյալ կոտիրովկաները վերցվում է, ինչպես ասել էի, Binance հարթակից, այս պահին մենք գտնվում ենք Bitcoin եւ դոլար, BNB USD, Ether USD, Sol USD, XRP USD եւ այս պլյուսիկի վրա կարաք սեղմեք, այստեղ կան տարբեր կրիպտովալյուտաներ, որը կրկին վերցված է բոլոր կոտիրովկեքը Binance-ից ու կարաք իրանց վրա աշխատեք։ Տեսեք, նաև ունի այս հարթակը մի հնարավորություն, որը շատ մեծ պլյուս է, այստեղ ունենք վերևում Trading View, այսինքն եթե մենք այս պահին գտնվում ենք XRP-ի մեջ, հա, տեսնում ենք XRP-ի գրաֆիկը, այս պահին $2.58 է XRP-ին, սեղմում ենք Trading View, ինքը միանգամից մեզ միացնում է Trading View-ի հարթակին ու տեսնում ենք հենց XRP USD-ի կոտիրովկեքը ու տեսնում ենք գինը նույնն է $2.58։ Եթե sense նայում ենք վիզուալ անգամ սվիչաներն է լրիվ նույնը, հա, թե գույներով, թե ձևով, ահա, եթե այսպես մոտիկացնում ենք, կարաք մի հատ մտապահեք այս գրաֆիկը, հիմա թեքում ենք Trading View ու տեսեք, որ ինքը լրիվ նույնն է, թե գնով, թե ձևով, թե գույներով, ամեն ինչով։ Այսինքն համ Trading View, համ Binance կոտիրովկեքը լրիվ նույնն է, այստեղ ոչ մի միջամտություն չի կարա լինի, այսինքն եթե բինարային օպցիոններում, որով որ մենք աշխատում ենք OTC տարբերակներով, եթե OTC-ները ոչ բիրժևոյ կոտիրովկաներ են ու հնարավորություն ունեն, այսինքն կառավարվել տվյալ բիրժայի տիրոջ կողմից, ապա ասեմ, որ այս Binex-ում դա անհնար է, քանի որ լրիվ օֆիցիալ կոտիրովկեքը գալիս է Binance-ից, ինչքան էլ ինքը լինի դեցենտրալ բիրժա, այսինքն ինքը չի կառավարվում ոչ ոքի կողմից, բայց կոտիրովկաները փոխել հնարավոր չէ։ Տվյալ կայքը դեռ բետա վերսիան է, այսինքն դեռ փորձարկման շրջանում է, բայց մարդիկ գիտեմ շատ են աշխատում, ես անձամբ աշխատում եմ մի բավականին ժամանակ ու գումար թե լիցքավորել, թե կանխիկացնել լինում է։ Կարաք, եթե ցանկություն ունեք միանաք, փորձեք, ստեղ կա մեկ մինուս, եթե կարելի է դա մինուս համարել, դա որ չունի դեմո գումար, այսինքն դեմոյով ոնց որ աշխատում էինք օրինակի համար Pocket-ով, չունի դեմո վերսիա, այսինքն դեմոյով չեն կարողանալու աշխատենք, միայն ռեալ պետքա գումարը լիցքավորենք ու սկսենք աշխատել։ Ստաբիլ, չեմ կարող ասեմ հստակ ստաբիլ, բայց որքան ժամանակ որ ես աշխատում եմ, դեռ 85%-ից պակաս տոկոսայնություն չեմ տեսել, թե ընթացքում կփոփոխեն, կիջացնեն կամ կբարձրացնեն, դա չեմ կարող ասեմ, բայց ինչքան ժամանակ որ ես աշխատում եմ, դեռ 85-ից պակաս տոկոսը չի եղել։ Այս հատվածում ունենք գումարները փոփոխելու համար նախատեսված վկլատկան, ներքևի հատվածում ունենք 15 վայրկյանից մինչև 15 րոպե գործարքներ բացելու հնարավորություն, զուտ ուղակի սեղմենք իրա վրա ու ինքը փոխում է ավտոմատ մեր ուզած ժամանակահատվածով, դե սա երևի էլ արդեն չներկայացնեմ վերև ներքև, կարանք սեղմենք այստեղ ու ավելացնել վերևի հատվածում մեզ պետքական coin-ը ու տվյալ coin-ի վրա վերլուծություն կատարենք ու աշխատենք, օրինակ այստեղ սեղմում ենք Dogecoin, ինքը բացում է մեզ հենց Dogecoin-ի կուրսը 0.19 ցենտ, հիմա փորձենք Trading View-ով նայել, սեղմում ենք, միանգամից տեսեք արդեն ինքը գցել է Dogecoin ու կոտիրովկեն իրանն է էլի 0.19 ցենտ, չունի գործիքներ, բայց հնարավորություն կա տվյալ գործիքներով աշխատել հենց Trading View-ի հարթակով, այսինքն սա մեր Trading View-ի հարթակն է ու մեզ ինչ գծանշումներ կատարելու համար ինչ գործիք որ պետք է բոլորը զավացկոյ Trading View-ի այստեղ մեջը կա, կարանք դնենք, կարանք աշխատենք, վերլուծենք, ինչ ուզենք, կարանք անենք, սա օֆիցիալ իր գործիքներն է եւ այսպես։ Ձեզանից մնում է որոշում կայացնեք, միանաք, աշխատեք, չենք մոռանում, որ ոնց որ բոլոր կարելի ասել 99% բինարային օպցիոնների հարթակները, սա եւս դեցենտրալ բիրժա է։ Մի խոսքով ինձ դուր է գալի նամանավանդ այս Trading View-ի պահնը շատ դուրս եկե, որ միանգամից կարող եմ միանամ Trading View ու ստեղ գործիքները շատ է։ Իմիջիալուց սա արել են հենց նրա համար, որպեսզի համ համեմատեք, համ էլ ովքեր որ շատ են սիրում գործիքներով աշխատեն, ոնց որ ինքը ավելի հասանելի տեղում է, ձեռքի տակ է, որպեսզի կողքից ինչ որ վկլատկա չբացենք նորից Trading View մտնենք արդեն էդի ժամանակատարը, միանգամից ձեռքի տակ է սեղմում ենք ու ակնթարթորեն գրաֆիկը բացվում է, ինչ գործիք պետք է ու կարող ենք
ենք վերցնել աշխատել։ Ուզում եմ եւս մեկ բան ավելացնեմ, ոնց որ բոլորս սովորել ենք սենց հարթակներում, որ գործարքը խփեցինք միանգամից բացվավ կամ ենթադրենք обратный отчёт-ը գնում է հենց զրոյացավ պետքա մոմը փակվի, ստեղ տենց բաները չի ակնթարթորեն լինում, այսինքն ինքը տեղի է ունենում իրականում ակնթարթորեն, բայց վիզուալ կարող է տեղի ունենա, այսինքն 1 վայրկյան զազերժկով։ Ասեմ, որ բոլոր բիրժաներում նույնիսկ Forex-ով աշխատողները կիմանան, Futures-ով աշխատողները կիմանան, երբ որ ռեալ շուկայի հետ ես աշխատում, զադերժկեքը դա պարտադիր է, զադերժկեքը ասվածը դա նկատի ունեմ վիզուալ զադերժկեքը, իսկ գործարքը, երբ որ խփեցինք, ինքը հենց այդ քո խփած տեղով գործարքը բացվում է, բայց վիզուալ հնարավոր է մի վայրկյան, ասենք վայրկյան ու կես ինչ որ տարբերություն տա, բայց դա գնի վրա բացարձակ չի ազդում։ Եկեք հիմա միասին լիցքավորում կատարենք ու փորձենք աշխատել, որից հետո կկանխիկացնենք գումարը։ Այս հատվածում գրում ենք $100 եւ ստեղ նշում ենք USDT, այսինքն ինքը ավտոմատ նշում է USDT, կարիքը չկա նշելու, սեղմում ենք deposit։ Այս հատվածում պետք է նշենք USDT եւ սեղմում ենք deposit։ Ստեղ $100, տեսնում ենք, որ USDT TRC20 հասցեով է ինքը աշխատում եւ սեղմում ենք submit, որից հետո բացում է մեզ QR edge-ը, մենք QR ենք անում, scan ենք անում այս կոդը, որից հետո արդեն գումարը փոխանցվելու է մեզ, բայց անպայման screenshot ենք անում մեր փոխանցած գումարը, նկարը եւ տեղադրում ենք ահա այս հատվածում։ Հիշեցնեմ, եթե ունենում եք բոնուս կոդեր, անպայման բոնուս կոդը այստեղ լիցքավորումից առաջ նշում եք, այսինքն պրոմո կոդեր է լինում, որ 50% կամ 100% կամ 60% անոց, հա, որ ենթադրենք լիցքավորեցինք $100, մեզ տալու է 60% կամ 100%, հետի նայած թե ինչ բոնուս կոդ կունենաք դուք։ Հիմա եկեք լիցքավորենք։ Եվ այսպես գումարը փոխանցեցինք, նկարը փոխանցեցիք իրանց, այս պահին pending-ի տակ է, այսինքն ստուգման տակ է, եւ այսպես обновить ենք անում մի հատ edge-ը, ընդամենը երևի 2 րոպե անց լիցքավորվեց մեր հաշիվը, հիմա կրկին անգամ սեղմում ենք binary trade եւ տեսնում ենք այս հատվածում մեր բալանսը $100 է։ Եվ այսպես, եկեք ուրեմն ընտրենք մի հատ այնպիսի coin, սա bitcoin-ն է, մի քիչ ինքը դանդաղ է իրար գալի, ոնց որ գիտենք, ընտրենք, ենթադրենք Sol-ը, հա, Sol-ը համեմատած ավելի արագ է իրար գալի ու գործարք բացենք դեպի ներքև $10-ով։ Կստացվի, չէ, սա ուղղակի զուտ, ուզում եմ ցույց տալ, թե process-ը ոնց է կատարվում։ Ու որից հետո փորձելու ենք կանխիկացնել գումարը։ Եվ այսպես ունեցանք պլյուս $8.05 պլյուս։ Եվ այսպես տեսնում ենք մեր հաշիվը $108.5, հիմա փորձենք էստի կանխիկացնենք։ Իջնում ենք ներքև, ահա այս հատվածում գրում ենք 50, այսինքն ես $50 կանխիկացնելու եմ, սեղմում ենք կողքը Tether USDT, սեղմում եմ withdraw եւ սեղմում ենք submit։ Որից հետո այստեղ նշելու ենք մեր USDT հասցեն եւ սեղմում ենք submit։ Եվ այսպես մեր կանխիկացումը pending-ի տակ է, այսինքն սպասման մեջ է, սպասենք կանխիկացմանը։ Երևի թե այսքանը, ինքը կրկնում եմ, դեցենտրալ բիրժա է, բոլորս էլ աշխատել ենք մինչ այս նման բիրժաներում, պրոստը սա նորություն է, բետա վերսիան է, կարող եք մտնել, փորձել եւ վերջում կկիսվեք ձեր կարծիքով։ Այսքանը լավ մնացեք։